Նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր խորհրդական պաստոր Մարկ Բըրնսի անձնական հրավերով ԱԼԼԱՏՐԱ-ի պատվիրակությունը, որը ներկայացնում էին նախագահ Մարինա Օվցինովան, ԱՄՆ և կամավոր Մարկետա Վացկովան, Չեխիա, մասնակցեցին Հարավային Կորեա քառօրյա այցին։ Այցի նպատակն էր աջակցել ժողովրդավարական սկզբունքներին, այդ թվում խոսքի և կրոնի ազատությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և հոգևոր դիվանագիտության զարգացմանը, խաղաղ երկխոսության և փոխադարձ հարգանքի միջոցով։ Պաստոր Բըրնսի գլխավորությամբ պատվիրակությունը մասնակցեց Խաղաղության մայր անունով հայտնի տիկին Հակ Ջահան Մունի դատական նիստին և հրապարակավ աջակցություն հայտնեց նրան այս կարևոր պահին։ Այս ուղերձը նախազգուշացում է մոլորակի բոլոր հավատքների համար, հատկապես այստեղ Կորեայում։ Եթե մեկ հավատք հալածվի, բոլորը կհալածվեն։ Եթե մեկ կրոն հալածվի, բոլոր կրոնները ի վերջո կհալածվեն։ Այսօր խաչի վրա կարող են հարձակվել, իսկ վաղը Ղուրանի։ Վերջին հաշվով, սա նախազգուշացում է բոլորի համար։ Վտանգավոր է, երբ հարձակվում են կրոնական ազատության վրա, որը ընդհանուր առմամբ ազատության հիմնարար հասկացություններից մեկն է։ Դա ժողովրդավարության հնարավոր փլուզման նախանշանն է։ Ահա թե ինչպես եմ ես դրան նայում։ Ահա թե ինչ վտանգ է դա ներկայացնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բեռլինում, նացիստական Գերմանիայում գտնվելով, դուք չգիտեիք, որ վատ մարդիկ եք, մինչև ուրիշները ձեզ չասացին, որ դուք թշնամի եք։ Այստեղ գտնվելով և դիտելով, թե ինչպես են մարդկանցից աստիճանաբար խլում կրոնական ազատությունները, դիտելով, թե ինչպես են աստիճանաբար խլում առաջին փոփոխության ազատությունները։ Ամերիկայում մենք դրանք անվանում ենք առաջին փոփոխության իրավունքներ, բայց այստեղ խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը աստիճանաբար խլվում են մարդկանցից։ Իրադարձությունների էպիկենտրոնում դուք չգիտեք, որ դա տեղի է ունենում, բայց մնացած աշխարհը տեսնում է դա։ Ահա թե ինչու է տագնապը հիմա բարձրաձայն հնչում։ Դուք հալածում եք ազատ մտածողներին։ Դուք հալածում եք մարդկանց, ովքեր ունակ են մտածել ստանդարտներից դուրս։ Ի վերջո, հավատքն այն սոսինձն է, որը մեզ միավորում է։ Հասարակությունը վերահսկելու ձեր ցանկության մեջ դուք հալածում եք մտքեր, որոնք ունակ են մտածել ստանդարտից դուրս, մարդկանց մեծամասնության համոզմունքներից այն կողմ։ Այս առումով դոկտոր Հանի Մայր Մունի հետապնդումը կրկին խորհրդանիշ է, նախանշան այն բանի, թե ինչ կարող է հաջորդել։ Եթե նայեք ցանկացած երկրի, որտեղ ժողովրդավարությունը փլուզվել է, կտեսնեք, որ լինի դա Ռուսաստանում, Չինաստանում, թե նույնիսկ Իրանում, կրոնական առաջնորդները առաջիններից են, ովքեր հարձակման են ենթարկվում և ում լռեցնում են։ Սա է վտանգը և ազդանշանը, որը ամբողջ աշխարհին ուղարկվում է Մայր Մունի, դոկտոր Հանի, ինչպես նաև հարգարժան Սոնի և այլ առաջնորդների հետապնդման միջոցով, ովքեր հարձակման են ենթարկվել։ Բայց հարձակման են ենթարկվում ոչ միայն կրոնական, այլև քաղաքական առաջնորդները։ Կրկին, ինձ համար սա վտանգի հստակ նշան է և նախազգուշացում։ Մենք այստեղ ենք եկել, գործելու հոգևոր դիվանագիտության շրջանակներում։ Մենք չենք եկել այստեղ, հարձակվելու Կորեայի կառավարության կամ որևէ առաջնորդի վրա, այլ անելու ենք այն, ինչ միջազգային համաձայնագրերը չեն կարող անել։ Մենք այստեղ ենք շփվելու այնպիսի լեզվով, որով զենքերը չեն կարող շփվել։ Մենք իմաստություն ենք բերում, ոչ թե զենք, և մենք խոսում ենք հարցի էության մասին։ Ինչպես ես հենց նոր ասացի, Մայր Հանը անգերազանցելի հոգևոր դիվանագետ է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կորեական ազգի միավորմանը։ Ես կարծում եմ, որ շատ քիչ հոգևոր առաջնորդներ ունեն այդքան հզոր անմիջական կապ Կիմ Չեն Ընի հետ, որ կարող են մեղմացնել նրա սիրտը և վերամիավորել այս երկու մեծ ազգերը։
Հոգևոր դիվանագիտությունը թույլ է տալիս մեզ հասնել ամբողջ աշխարհին և թափանցել այն սենյակներ, որտեղ քաղաքական գործիչները չեն կարող։ Հոգևոր առաջնորդները կարող են դա անել, և ես կարծում եմ, որ հենց սա է կատարվում հիմա։ Ես հնարավորություն եմ ունեցել հանդիպելու ձեր մի քանի քաղաքական առաջնորդների հետ այստեղ, Կորեայում։ Մենք նրանց անունները չենք նշի, բայց որպես հոգևոր դիվանագետ, ես կարողանում եմ հանդիպել նրանց հետ։ Ինչպես Ուկրաինայում, Հնդկաստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Էսվատինիում և աշխարհի այլ երկրներում, ես կարող եմ հանդիպել վարչապետների, նախագահների և նույնիսկ միապետների հետ հոգևոր դիվանագիտության անունից, և հենց դա է կատարվում այստեղ, Կորեայում։ Սա իմ ուղերձն է կորեացի ժողովրդին։ Աստծուն դրեք առաջին տեղում, կրկին մեծարեք Աստծուն Կորեայում և վերադարձեք այնտեղ, որտեղ դուք պատվել եք Աստծուն ձեր մեծ ազգի կյանքի յուրաքանչյուր ոլորտում։ Պաստոր Բըրնսը նաև անձամբ հանդիպեց տիկին Մունի հետ ժամանակավոր կալանքի կենտրոնում, որտեղ նա ներկայումս պահվում է։ Հանդիպման ընթացքում նա հղեց հոգևոր դիվանագիտության ուղերձը, հիմնված կարեկցանքի, առատաձեռնության և խաղաղության ցանկության վրա։ Սա հոգևորության հալածանքն է ամենաբարձր մակարդակով։ Եվ այստեղ է, որ հոգևոր դիվանագիտության ուժը գործի է դրվում։ Ես կարող եմ գալ, և հարգարժան Գրեգ Լոքը կարող է գալ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, և ճանապարհորդել աշխարհով մեկ հոգևոր դիվանագիտության դրոշի ներքո։ Նա կմեկնի այստեղից և կգնա Թայվան հոգևոր դիվանագիտության առաքելությամբ, դիմելու աշխարհի տիրակալներին, համաշխարհային առաջնորդներին, ներկայացնելու բարոյական կողմնացույցը, որը մեզ առաջնորդում է ամբողջ աշխարհում։ Մեզ հոգևոր դիվանագիտություն է պետք, որպեսզի կարողանանք դուրս գալ սահմաններից այն կողմ, քաղաքականությունից և պաշտոնական պայմանագրերից այն կողմ։ Մենք զենք չենք կրում, մենք կրում ենք Աստծո խոսքը։ Այո, իրականում այս հալածանքը միայն սկիզբն է, քանի որ Հարավային Կորեայում կան հարուցված նմանատիպ այլ գործեր ևս։ Հետևաբար, եթե մարդիկ չբարձրանան, չխոսեն կրոնական ոլորտի վրա այս հարձակման դեմ, ապա այն, ինչ տիկին Մունը և մյուս հոգևոր առաջնորդները զգացել են, կզգա ամբողջ եկեղեցին։ Միանշանակ, գիտեք, Քովիդը մեզ շատ բան է սովորեցրել, նույնիսկ Միացյալ Նահանգներում։ Մեր իրավունքները ենթարկվում են հարձակման։ Այո, և եթե մենք հիմա չընդդիմանանք նրանց, մեր թոռները կտուժեն։ Այո, այսպիսով, հիմա ժամանակը չէ բարի և բարեհամբույր լինելու։ Մենք պետք է քաջ լինենք։ Իսկական քաջությունը ծնվում է դժվարին ժամանակներում։ Պաստոր Բըրնսը հոգևոր դիվանագետի կրծքանշանը հանձնեց վերապատվելի Դեմիեն Դանգլիին, ամբողջ աշխարհում հանուն խաղաղության և միավորման ընտանիքների ամերիկյան ֆեդերացիայի նախագահին։ Նախևառաջ, ինձ համար մեծ օրհնություն և պատիվ է այս նշանը հանձնել իմ սիրելի եղբորը, հարգարժան Դեմիեն Դանգլիին, ով մարմնավորում է այն, ինչ մենք անվանում ենք հոգևոր դիվանագետ։ Նա զբաղվում է հոգևոր դիվանագիտությամբ ամբողջ աշխարհում, հոգևոր առաջնորդ, ով հասկանում է, որ ձեզ վստահված իշխանությունը մարդկանց ծառայելն է, այլ ոչ թե նրանց վրա գերիշխելը։ Դուք ծառայում եք, պարոն, ուստի ինձ համար պատիվ և հպարտություն է ձեզ հանձնել Ամերիկայի Միացյալ Նահանգների հոգևոր դիվանագետի նշանը։ Սա խորհրդանշում է, որ որտեղ էլ դուք գնաք, դուք կխոսեք աշխարհի միապետների, աշխարհի նախագահների, դեսպանների և վարչապետների հետ, բերելով խաղաղություն, բերելով Աստծո իմաստությունը, այլ ոչ թե զենքեր, անցնելով պաշտոնական պայմանագրերից այն կողմ, անցնելով քաղաքականությունից այն կողմ և մարդկանց հանդեպ սեր բերելով ձեր սրտում։ Այսպիսով, Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով ես ձեզ, իմ սիրելի եղբայր, հարգարժան Դանգլի, շնորհում եմ լիիրավ հոգևոր դիվանագետի կոչում, որպեսզի կարողանաք բարի լուրը հասցնել աշխարհի ազգերին։ Պատվիրակությունը նաև մասնակցեց փաստահավաք կլոր սեղանին, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որը միավորեց կրոնական առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպաններին և միջազգային դիտորդներին, քննարկելու Հարավային Կորեայում քրիստոնյա առաջնորդների առջև ծառացած աճող մարտահրավերները։ Այնուհետև պատվիրակությունը այցելեց Միավորման եկեղեցու տաճար, որտեղ պաստոր Բըրնսը ելույթ ունեցավ ներկաների առջև։ Պատվիրակությունը այցելեց նաև Սեգյորո եկեղեցի, որտեղ պաստոր Բըրնսը համերաշխություն հայտնեց համայնքին և վերահաստատեց ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և կրոնական ազատության կարևորությունը այս դժվարին ժամանակահատվածում, քանի որ եկեղեցու առաջնորդ քահանա Սոնը մնում է բանտում։ Ահա թե ինչու մենք այստեղ եկանք Միացյալ Նահանգներից, բոլորին ասելու, որ այն, ինչ կատարվում է պաստոր Սոնի հետ, տարածվում է ամբողջ աշխարհում, և որ նրա դեպքը նմանատիպ դեպքերի երկար շարքում ընդամենը մեկն է։
Ես նրան ուղղակիորեն ասացի, որ նրա դեպքն այժմ այն դեպքերից մեկն է, որոնց մասին խոսվում եւ քննարկվում է ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակներում։ Պաստոր Սոնը շատ կարևոր է աշխարհի համար եւ այն, ինչ տեղի է ունենում, անարդարությունը։ Բայց նա սա օգտագործում է որպես հնարավորություն, ոչ թե վախ սերմանելու, ատելություն տարածելու կամ ինչ-որ կեղծ հեղափոխություն բեմադրելու, այլ Աստծո սերը եւ Հիսուսի ուրախությունը տարածելու, Կորեային միասնություն բերելու, Աստծուն հավատացող տղամարդկանց եւ կանանց միասնություն բերելու եւ կորեական ազգին օգնելու դառնալ Աստծուն պատվող եւ ամբողջ մոլորակին սեր ու խաղաղություն բերող ազգ։ Ինչպես այսօր ավելի վաղ ասացի, հալածանքների համար բացված յուրաքանչյուր դուռ կհանգեցնի աղետի։ Այսպիսով, սա նշան է Սեգյուրոյի եկեղեցու եւ ամբողջ քրիստոնեական աշխարհի համար, որ հիմա կա մի հնարավորություն, որը երբեք չի եղել, եւ որը կփոխի այս մեծ ազգի ամբողջ մոդելը։ Շնորհակալություն, հարգելի պաստոր Սոն, մեզ սովորեցնելու եւ ցույց տալու համար, թե ինչպես գործել դժվարին իրավիճակներում եւ պատարագը հրաշքի վերածել։ Սա հենց այն է, ինչ նա մեզ սովորեցնում է։ Աստված օրհնի ձեզ, պաստոր։ Մենք սիրում ենք ձեզ, եւ ես անհամբեր սպասում եմ ձեզ կրկին հանդիպելուն։ Պատվիրակության մասնակցությունն ընդգծում է հիմնարար ազատությունները պաշտպանելու եւ կրոնական համայնքներին առանց հետապնդումների իրենց հավատը դավանելու հնարավորություն տալու աճող գլոբալ վճռականությունը։ Ալլատրան գտնում է, որ հոգեվոր դիվանագիտությունը, բաց երկխոսությունը եւ փոխադարձ հարգանքը արդարության եւ երկարաժամկետ կայունության հասնելու կենսական միջոցներ են։